Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր հուլիսի 30։ Բայց դարձյալ կտեսնեմ ձեզ և ձեր սիրտը կուրախանա։ Հովհաննես 16:22 խոսք։ Անշուշտ, նա երկրորդ անգամ պիտի գա և այն ժամանակ, երբ նա մեզ տեսնի և մենք նրան տեսնենք, իսկապես աննկարագրելի ուրախություն կլինի։ Ախ, որքան ենք փափագում այդ ուրախ վերադարձին։ Սակայն այս խոստումը ամեն օր կատարվում է նաև մեկ այլ իմաստով։ Մեր ողորմած Տերն իր համբերությունների մեջ մեզ հետ շատ անգամներ է դարձյալ հանդիպում։ Նա մեզ ներեց, բայց նորից ու նորից է գալիս մեզ մոտ և կրկին հնչեցնում ներման խոսքը, երբ մեր նոր մեղքերը վիշտ ու ցավ են պատճառում մեզ։ Նա մեզ հայտնել է, որ մենք ընդունված ենք Աստծո առաջ, և երբ այդ օրհնության հանդեպ մեր հավատքը փոքր-ինչ թուլանում կամ մթագնում է, նա դարձյալ գալիս է մեզ մոտ և ասում. «Խաղաղություն քեզ», և մեր սրտերը կրկին լցվում են ուրախությամբ։ Սիրելիներ, մեր անցյալի բոլոր ողորմությունները ապագա ողորմությունների գրավականներն են։ Եթե Տեր Հիսուսը եղել է մեզ հետ, ապա նա նորից կգա և դարձյալ մեզ կտեսնի։ Նախկինում ստացած ոչ մի շնորհ մի համարեք մեռած ու թաղված մի բան, որի վրա պետք է միայն հսկալ, ավելի շուտ այն դիտեք որպես սերմ, որը ցանվել է և որը պիտի աճի հողի տակից գլուխ բարձրացնելով և ասելով. «Ես դարձյալ պիտի տեսնեմ քեզ»։ Արդյոք օրերը խավար են թվում, որովհետև Տեր Հիսուսն այժմ մեզ հետ չէ այնպես, ինչպես նախկինում էր։ Արիացեք, որովհետև նա երկար չի ուշանա։ Նրա ոտքերը եղնիկի կամ երիտասարդ ատյամի ոտքերի նման արագ են, և շուտով նա կհասնի մեզ։ Ուրեմն, եկեք արդեն իսկ ուրախանանք, որովհետև նա նույնիսկ հիմա ասում է մեզ. «Ես դարձյալ պիտի տեսնեմ ձեզ»։